Բարի երեկո 5-րդի եթերում հարցազրույցն է այսօր զրուցելու եմ Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրդանես Քահանա Բաղալյանի հետ։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի, շնորհակալ եմ հրավերքի համար։ Շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Տեր Վրդանես կիրակի օրը հերթական պատարագը տեղի ունեցավ եւ այս վերջին զարգացումները իշխանության ներկայացուցիչների, իշխանության ղեկավարի ու եկեղեցու միջև ինչպես կարող ենք բնորոշել եկեղեցի պետություն պատերազմ թե եկեղեցի իշխանություն հակադրություն։ Ցավոք սրտի այս վերջի շրջանում մեր երկիրը գնում է օրորի դեպի ավելի վատ հարացում։ Արցախի պետականության կորստից Արցախում բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, գերեզմաններ, բնակավայրեր կորցնելուց հետո Արցախի մեր հայրենակիցները Արցախից բռնաճնշումով դուրս գալուց հետո մեր ժողովուրդը ոչ թե ավելի գիտակցության է եկել, որ պիտի ավելի միասնական լինենք, որովհետև Արցախի նաև այս կորստի պատճառը պետականության կորստի, ոչ Արցախի, որտեղ Արցախը մերն է իր պատմամշակութային լուրջ արժեքներով, առավել միասնական լինելու փոխարեն տեսնում ենք, որ արտաքին նաև ուժերի միջամտությամբ ներքին պայքար կա։ Այսինքն զորի միրոֆիրմում, ինչպես ասում է, ազգի մեծերը որցակարերով իրար գլուխ են կոտրում ավելի միասնական լինելու փոխարեն եւ տեսնում ենք, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ, չասեմ բոլորը, պետական պաշտոնյաներ ունենք, որոնք պետության լուրջ գիտակցություն ունեն եւ որոշ պաշտոնյաներ ներքին, այսպես հաշվեհարդար են տեսնում ենք անձնական քինախնդրությունը, կարելի ասել առաջի պլանում բերված որոշ պաշտոնյաներ, նախկին ինչ որ խնդիրներ լուծելու նաև այսպես ցանկությամբ փորձում են հարցեր լուծել ընդդիմադիր գործիչների նկատմամբ մտավորականների, հոգևորականների դրա վառ նաև դրսևորումն է թեմակալ առաջնորդներից Միքայել arczepiskopos Աջապահյանի, Բագրատ arczepiskopos Գալստյանյանի, նաև մեր թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Գարեգինի, նաև թեմի գլխավոր հաշվապահ Տիկին Նայրա Ալավերդյանի տնային կալանքները, տեսնում ենք, որ նաև բազմաթիվ քաղաքական գործիչներ կան ընդդիմադիր հայացքներով, որոնք բանտում են։ Նման մոտեցումը պետությանը տանում է ավելի փակուղային դեպի իրավիճակ եւ նաև արճակատում է եկեղեցու դեմ պետությանը որևէ շահ չի բերում։ Այսինքն այս արճակատումը ինքը փակուղային է, որ կարող է իհարկե կարող է նաև վնաս հասցնել եկեղեցու վարկանիշին, որոշ անհատա հոգևորականների դեմ ունեցած այս վերջի շրջանում էլ գիտենք երկար ժամանակ բոլոր հոգևորականները գաղտնալսվել են եւ տարբեր գաղտնալսումներով, տարբեր նաև ասենք նկարահանումներով, դրանց կեղծելով, այսինքն այս մթնոլորտը շանտաժի, զրպարտանքի, սուտ մատնության, որին նաև ականատես եղանք Արագածոտնի թեմում, նման երևույթները եկեղեցուն եւ պետությանը տանում են փակուղու եւ կարող են կործանարար հետևանքներ ունենալ պետության եւ եկեղեցու համար։ Հետևաբար պետություն եւ եկեղեցի հակասությունները ազդում են նաեւ եկեղեցու վարկանիշի վրա։ Ազդում են եւ եկեղեցու վարկանիշի եւ դա նաև առիթ է լինում, որ տարբեր աղանդավորական կառույցներ ավելի մեծ ակտիվությամբ գործեն պետության նաև այս հակաեկեղեցական պայքարի այդ գարշ մթնոլորտում իրենք աճելու, բազմանալու ավելի մեծ հնարավորություններ են ունենում։ Պետական, քաղաքական մտածելակերպ ունեցող իշխանությունները պիտի փորձեն եկեղեցու հետ հաշտության եզրեր գտնել, սակայն ցավոք սրտի նաև փորձում են անհատ հոգևորականների, որոնք դեմ իրենք կոմպրոմատներ ունեն կամ տարբեր ճանապարհներով փորձել են միացնել իրենց հակաեկեղեցական շարժմանը, որոնք պատրաստ են դուրս գալ իրենց մայր եկեղեցու դեմ, որ եկեղեցու, որը մեծ վաստակ ունի իրենց կրթության, դաստիարակման, կայացման գործում, եւ ցավոք տեսնում ենք այնպիսի մարդիկ են այս շարժմանը միանում, որոնց համար եկեղեցին ավելի շատ բան ունի արած։ Եվ տեսնում ենք նաև այնպիսի եկեղեցականների, որոնք նախկինում են եկեղեցական կարգերի, սովորությունների, բարքերի առումով խնդիրներ են ունեցել,
այս խնդիրները Այս մասին խնդրեմ խոսենք մի քիչ ավելի մանրամասն։ Նույն կերակի Տեր Վրդանես Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում, եթե չեմ սխալվում, ներկա էր ոչ միայն քահանան, նաև ներկա էր Մասիացոտ ընթեմի առաջնորդը Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ով ըստ որոշ լուրերի ձեր սրբազանի, ով այժմ անազատության վայրում է, մտերիմ ընկերներ եւ ոչ վաղ անցյալում նաեւ նույն հեծի սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանությամբ էր հանդես գալի գոնե ելույթների մակարդակով, նաեւ հերյուրանք էր անվանում Նիկոլ Փաշինյանի վեհափառին ուղված մեղադրանքները։ Հանկարծ ինչն է ստիպում Գևորգ Սրբազանին Նիկոլ Փաշինյանի ձեռքը ջերմորեն սեղմել եւ կարծես թե մոռանալ այն ամբողջ հակաեկեղեցական արշավը, որ մինչ այս պահը տարվում է եկեղեցու դեմ։ Իր դեմ էլ կոմպրոմատներ ունեն։ Վեհապարի դեմ ասածները պահով ես կիսում եմ իր կարծիքը, որ հերյուրանք են, բնականաբար, եւ փորձում են այդ նմանատիպ հերյուրանքներով, ուռճացնելով ինչ որ բաներ, փորձում են Վեհապար Հայրապետի դեմ հակառակ տրամադրություններ ձևավորել այն մարդկանց մոտ, որոնք մտավոր սահմանափակ sense հնարավորություններ ունեն, եւ տեսնում ենք նաեւ այս ֆոնում, որ ինքը Մկրտիչ Սրբազան իր համակուրսեցին է եղել, այսօր կալանավայրում է, ինքը այս երևույթին ինչքան է համաձայն, բնականաբար կարծում եմ համաձայն չէ լինի, որտեղ իրենք բավական լավ մտերիմ հարաբերություններ են ունեցել, Գևորգ Սրբազանին մենք էլ շատ սիրել, հարգել ենք եւ մեր անձնապես իմ համար էլ որպես իր ուսանողական ընկեր տարիներին միասին սովորել ենք Վազգեյան դպրանոցում, շատ դժվար է ընկալել, շատ ցավալի է, որ կարող են միանալ Նիկոլ Փաշինյանի այս հակաեկեղեցական շարժմանը, բայց կարծում եմ իր ներկայությունը դեռևս ամբողջական այսպես միանալու մասին չի խոսքը, հավանաբար նաև իրեն ինչ-որ բաներով խաբել են նաև, որովհետև լրագրողի զրույցը տեսանք իր հետ, լրագրողին հարցնում էր ով է այդ հոդվածը քեզ պատվիրել եւ այլն, հավանաբար նաև որոշ իշխանության ներկայացուցիչներ սուտ տեղեկություններով իբրև թե իրենք այդպիսի տեղեկություններ են տերապետում, որ օրինակ Սրբազան քո դեմ այս նյութը Մայրաթորից կամ ինչ մյուս հոգևորականի կողմից է պատվիրված եղել։ Այսինքն փոխանակ բարձելու այդ մարդու հետ խաբեությամբ մարդկանց կարող են գցել իրենց ցանցը եւ հետո ժամանակի ընթացքում այդ մարդիկ կարող են նաեւ բարձել եւ իմանալ, որ խաբված են եղել, այսինքն իշխանության որոշ ներկայացուցիչներ պետական պաշտոնյային ոչ հարիր պահվածքով սուտը, կեղծիքը, նաեւ չեն խորշում շանտաժը, նաեւ տարբեր ձևով, ասենք, գումարով մարդկանց ներգրավել այդպիսի բաների մեջ։ Գումարով, այսինքն այդ մասով որոշակի ինֆորմացիա ունեք, լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, նաև Տեր Ահարոնը ասաց, որ քահանաներին, ովքեր համաձայնվում են Վեհափարյանն չհիշատակել, դրա դիմաց գումար են ստանում։ Ճիշտն ասած, այդ տեղեկությունը ես վերջերս եմ այդպիսի տեղեկություն ստացել, պատահաբար սրճարանում նստած էինք, տենց զրուցում էինք ընկերներով եւ քաղաքացիական հագուստով էի եւ կողքի սեղանին նստած էին այդպես հավանաբար ուժային կառույցի ներկայացուցիչներ եւ իրենք այդպիսի թեմայի շուրջ էին խոսում եւ մոտավորապես այդպիսի ակնարկներով, որ այսինչն էլ այսքան նյութական բաները կարևորեց, քան իր կոչումը, իր դիրքը, չգիտեմ ինչքան հավաստի է, անկեղծորեն ասեմ գումարի պահը, բայց կոմպրոմատների պահը հստակ է, որտեղ հիմնականում միանում են, ասենք նայեք, այսքան մեծաթիվ հոգևորականներ ունենք, շուրջ 200 քահանա կա կամ 50-60 եպիսկոպոսներ ունենք, բայց քիչ քանակ է իրեն միանում եւ հիմնականում միանում են կամ այն անփորձ տերայները, որոնք ասենք երկար չեն ծառայել եկեղեցում եւ ամբիցիաներ ունեն, անձնական նկրտումներ ունեն, արագ, այսպես ասեմ, նյութական ինչ-որ բաներ ձեռք բերելու ակնկալիքով տեսակ են, կամ էլ այնպիսի բարձրաստիճան նաեւ հոգեվորականներ, որոնք իրենք չունեն բարոյական, այսպես հոգևոր են նկարագիրը, որ խոցելի չլինեն ներկա իշխանությունների կողմից։ Ճիշտ եմ հասկանում, որ իշխանություններին միանում են այն սրբազանները, ովքեր հենց իշխանության մատնանշած իբրև թե մեղքերի համար փորձում են վեհապարել։ Ցավալիորեն այդպես է, կարող եմ
իրենց չանդրադառնալու համար անդրադառնամ հակառակ թևին, օրինակ այսօր կալանավայրում են մեր եկեղեցու լավագույն եպիսկոպոսներից 3-ը, իրականում այսպես ասեմ իմ համար իդեալ հոգևորականներ են, կալանավայրում եղող Միքայել arczepiskopos Աջապահյանը, Բագրատ arczepiskopos Գալստյանյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որոնք մեր համար իդեալ են եղել եւ հասարակության մոտ մեծ հարգանք, մեծ հեղինակություն ունեն, ամբասիր վարքով, իրենց կենցաղով, իրենց բարոյական վեհությամբ եւ եկեղեցին եթե մաքրել է պետք, բարեփոխել է պետք, այսպիսի եկեղեցականներ իրենք արդեն բարեփոխված կեցվածքում են։ Եկեղեցին կարելի ասել ինչ-որ առումով մաքրվում է այն հոգևորականներից, որոնք միանում են իշխանությունների այս հակաեկեղեցական արշավին, այսինքն այն եկեղեցականները, որոնք իրենց կոչումին հավատարիմ չեն, հաստատուն չեն իրենց ուխտի նկատմամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, Վեհափառ Հայրապետի, որը բոլորի կյանքում մեծ ներդրում ունի, Վեհափառ Հայրապետը 26 տարի արդեն գահակալում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եւ մեծամեծ գործեր է կատարել եւ անկեղծ ասեմ վերջի սերնդի նաեւ հոգեվորականների կյանքում վճռորոշ դերակատարություն ունի ամեն հարցով եկեղեցականներից կողքին է եղել սկսած վերանորոգություններից, կառուցումներից, սոցիալական, կրթական ծրագրերից, տարբեր աջակցություններից նաև Թանես, այդ մասին ինչու հասարակության լայն զանգվածներ տեղեկություններ չունեն։ Տեսեք, մեր եկեղեցին կարծես թե այո, Աստծո խոսքը տեղ հասցնում է, միշտ ժողովրդի կոպիտ ասած թիկունքին է, ամենադժվար ժամանակներում նույն 44-օրյա պատերազմում դուք եւ ձեր հավատավոր ընկերները առաջնագծում էիք, բայց ինչի այս կատարված աշխատանքի մասին հասարակության լայն շերտերը չգիտեն։ Ինչու հոգեվորականները չեն հակադարձում իշխանությունների այս հարցակումներին նույն ձևով։ Չեմ ասում նշաձողի իշխացնել, իհարկե ոչ հնարավոր էլ չի մեր բարեկիրթ հոգևորականների պարագայում նշաձողի իջեցում։ Այնուամենայնիվ, ինչու է այս հակադրությունը եկեղեցում մի տեսակ մոտեցում կա, որ մենք կատարած դրական աշխատանքները անում ենք որպես մեր բուն պարտականություն։ Եվ դրա մասին այսպես հատուկ բարձրաձայնելու, սոցիալական, կրթական, հոգևոր գործունեությունը, որ անում ենք, չենք մտածում, որ պիտի դա գովազդենք, լուսաբանենք։ Եվ նաև եկեղեցիները, ինչու՞ չէ, նաև բացի մեր եկեղեցուց, մնացած եկեղեցիներն էլ շատերի համար փակ համակարգ են, որոնք տեղյակ չեն ներքին կյանքից, ժողովրդի մեծ մասը։ Մեր եկեղեցին ինքը այսօր էլ հնարավորություն ունի ավելի բաց լինելով, ավելի թափանցիկ լինելով ժողովրդին ներկայացնել նաև այն դժվարությունները, որ հոգևորականները ունեն իրենց ծառայության ընթացքում։ Այսօր մենք գյուղական վայրերում տարբեր քահանաներ ունենք, որոնք նաև այսպես ասեմ կայուն աշխատավարձ չունենալով սոցիալական լուրջ խնդիրներ ունեն, տնտեսական խնդիրներ ունեն, իրենց քարոզչական առաքելություն իրականացնելու առումով լուրջ խնդիրներ նաև ունեն, դժվարություններ են ախտարում եւ հոգեվոր ջանք ու եռանդ դնելով են հաջողություններ ձեռք բերում։ Բայց մեր հասարակություններ են հնչեցնում, ասում են մոմի բիզնեսով են զբաղվում, սրբազաններից շատերը մաֆիոզ են, Bentley են քշում, բիզնեսներ ունեն։ Արդյոք Նիկոլ Փաշինյանին միացողների շարքերում հենց այդպիսի մեղքեր ունեցող սրբազաններ կան նաև։ Ցավոք սրտի իրենք նաև ուռճացնում են իրավիճակը։ Եկեղեցականները իրենք գիտեք եկեղեցում օրինակ Իրականի Սուրբ Հովանես եկեղեցում եմ ծառայում, որը ինքը գյուղական եկեղեցի է, այցելուների մեծ քանակ չկա եւ այդ եկեղեցու ասենք մոմի վաճառքից ստացված գումարը մեծ չի կազմում եւ մենք ունենք նաեւ աշխարհիկ աշխատողներ, աշխատակիցներ, որոնք այդ մոմի ինքնարժեքը դուրս բերելուց հետո այդ վաճառված գումարի եկամուտը աշխատավարձերի տեսքով տալիս ենք երգչախմբին, հավաքարարի այնտեղ մոմավաճառի, կարող են կրթական ծրագրերում ուսուցիչներ լինեն, այսինքն նմանատիպ աշխատողների դեպքում, ասենք եկեղեցիները սովորաբար ինքնաբավ վիճակում են, որ իրենց հիմնական ծախսերը կարողանում են հանել, իրենց կոմունալ վճարներից սկսած, հոսանքի, գազի, ջրի, մնացած այդ աշխարհիկ աշխատողների, այն ծառայողների չնչին աշխատավարձերն են գոյանում, եւ սա ուռճացնելը կարծում եմ ազնիվ չէ,
իշխանավորները, որոնք դա անում են, իրենց նպատակը հակաեկեղեցական տրամադրություններ ստեղծելն է, որտեղ գիտենք պարաֆինը, որ Հայաստան է բերվում, սահմանին հարկվում է։ Իրենք քաշ իմանալով այդ պարաֆինի գիտեն այդքան կիլոգրամ պարաֆինից ինչքան մոմ կլինի եւ իրենք շատ լավ գիտեն, որ դա մեծ գումար չի կազմում։ Կարող են շարքային sense միամիտ մարդկանց վրա ազդեցություն գործել, բայց ինտելեկտուալ խավը գիտի, որ դա մեծ գումարներ չի կազմում։ Եկեղեցին մոմի վաճառքից, գանձանակում եղող գումարից ավել սոցիալ-տնտեսական, տարբեր բարեգործական թեմերի մեծ մասը սոցիալական կենտրոններ ունեն եւ լուրջ գործեր են անում, կրթական հաստատություններ են պահում, այդ թվում նաեւ Բյուրականի Սուրբ Հովանես եկեղեցում կից կա Խրիմյան հայրիկ կրթարանը, որտեղ երեխաները գալիս են, կիրակնորյա կրթություն են ստանում, թեմա ամեն ինչով այդ ծրագրերին աջակցում է։ Տեր Վրդանես, դուք խոսեցիք կոմպրոմատների մասին, այնուամենայնիվ կուզենայի վերադառնալ այդ թեմային, հայտնի դարձավ, որ հաջորդ կիրակի Նիկոլ Փաշինյանի համար պատարագին ներկա կլինի նաև այժմ Բալկան երկրներում հայ համայնքի հոգևոր հովիվ Վազգեն Սրբազանը։ Իրեն ինչն է մղում միանալու Նիկոլ Փաշինյանին, ինչ եք կարծում։ Նայեք, վարչապետը չի գնում ազնիվ ճանապարհով եկեղեցու հետ հարաբերությունների կարգավորման։ Նայեք 2007 թվականին կա եկեղեցի եւ պետություն սպես հարաբերությունների կարգավորման մասին օրենք կա, իրենք համատեղ ստորագրել է պետությունը եկեղեցին, ինքը կարող է հանձնաժողով ստեղծել, եկեղեցու հետ բաց ազնիվ շփումներ ունենա, փորձի են հարցերը, որ կուտակվել են կարգավորի, օրինակ եկեղեցին որոշ հարցեր ունի իշխանություններից, թե կապված հայ եկեղեցու պատմություն առարկան, հայ եկեղեցու կողմից հիմնված դպրոցից դուրս բերելու հետ կապված, կարող են հանձնաժողով ձևավորվել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, նաև կառավարության միջև հաճախակի հանդիպումներ ունենան, փորձեն հարցերը կարգավորել, բայց նմանատիպ աշխատանքներ, օրինակ ինչու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համար այսպես հանձնաժողով է գործում, օրինակ այդ նույն վարչապետը ինքը շատ զուսպ արտահայտություններ է թողնում, այսինքն խիստ պատասխաններ չի տալիս թեկուզ Ալիևի իր հանդեպ ուղված sense խիստ հայտարարություններին, բայց նման կերպ չի վարվում եկեղեցու կամ ազգային կառույցների նկատմամբ։ Եթե անձնական վրեժ է լուծում, թե ավելի հեռու։ Հավանաբար իր մոտ այսպիսի տպավորություն կա, որ 21 թվականի ընտրությանը եկեղեցին իրեն չի աջակցել, այսպես ինքը կամ դեմ է եղել եկեղեցին իրեն, որի հիմնավոր պատճառը կարող էին շատ եկեղեցականներ ունենալ, բայց դա եկեղեցու դիրքորոշում երբեք չի եղել։ Իսկ Վազգեն Սրբազանին եթե վերադառնանք, ինչ է կարծում, ինչը կարող էր նրան ստիպել։ Իմ կարծիքով հոգևորականների մեծագույն մասին ճանաչելով, նաև իմանալով ներկա եկեղեցի եւ պետություն հարաբերությունները, նաև քաջատեղյակ լինելով, որ այս հարաբերությունների սրման գործում հիմնական մեղավորությունը պետական այն իշխանավորներից է, որոնք իրենք են դրսի արտաքին ուժերի ազդեցությամբ նաև պայքարում եկեղեցու դեմ, կարծում եմ, որ եկեղեցականների մեծ մասը, եթե իրենց միանում են, այսինքն այն չնչին մասը, որ իրենց միացել են, չնչին մասի մեծագույն մասն էլ կարող են իրենց միանալ ընդամենը կոմպրոմատների, շանտաժի կամ ինչ-որ բաների դիմաց։ Իսկ կոմպրոմատներ երբ ասում են կամ շանտաժ, մոտավորապես ինչի մասին է խոսքը։ Բիզնեսներ ունենալու, կուսակրոնության ուխտը խախտելու։ Առավոտից երեկո, ասենք, երկրի վարչապետը օգտագործելով իր անձնական էջը ազգային ժողովի ամբրոմից սկսած ինչ-որ վատ հոգևորականների մասին կարծիքներ է հայտնում, ակնարկներ է անում, որ այսպիսի հոգևորականներ կան, այնպիսիներ, պատկերացրեք այդպիսիները, որոնք այդ լսում են այդ մասին, հասկանում են, որ կոմպրոմատները իրենց է վերաբերվում կամ հատուկ կարող է sense ազգային անվտանգության որոշ աշխատակիցներ այցելում են իրենց, այդ կոմպրոմատները ներկայացնում են իրենց, ասում են, որ դրանք կհրապարակենք, եթե մեզ չմիանաք, եւ նման կոմպրոմատներ ունեցող այն հոգևորականները, որոնք վախենում են նման կոմպրոմատների հրապարակումից եւ այդ կոմպրոմատները իրական են նաեւ, որտեղ գիտենք նաեւ կեղծ կոմպրոմատներ են ստեղծում իրենք, արհեստական բանականությունից սկսած
կեղծ նկարներ, կեղծ հաղորդագրություններ, կեղծ վիդեոներ, այդպիսի բաներ իմ աչքով են ընկել, որոնք նույնիսկ առանց մասնագետ լինելու երևում է, որ կեղծ են, բայց տգետ մասան այդ նյութերով կիսվում է եւ հասկանում ես, որ այդ տգետ մասայի համար դա ազդեցություն է ունենում։ Բայց հասարակության մտավորականության հիմնական մասը տեսնում ենք ինչպիսի աջակցություն են ցուցաբերում եկեղեցուն եւ սա խոսում է հասարակության առողջ մասայի մասին, բայց ես ավելի շատ կուզեմ մենք մտածենք ինչպես կարող են եկեղեցին եւ պետությունը այս իրավիճակից դուրս գան, որովհետեւ այս իրավիճակը տանում է պետականության կործանման։ Այսինքն թիրախավորելով եկեղեցին, թիրախավորում պետականությունը։ Եկեղեցու այս կոպիտ ձևով, անօրեն ձևով թիրախավորումը, օրենքների շրջանցումով բան, տանում է կործանման փակուղու հենց պետությանը։ Եկեղեցին ինքը սփյուռքի թեմերով բավական հզոր կառույց է եւ խորհրդային հալածանքներից հետո էլ պատրաստ է նաեւ դիմակայել այսպիսի երևույթների, սփյուռքի թեմերը կարող են նույնիսկ առանձնանալ, որևէ ձևով չենթարկվել այն դեպքում, երբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում իրենք դրածո նշանակեն, կամակատար նշանակեն, այսինքն եւ միջազգային խաղացողներին սա հնարավորություն է տալիս նաեւ առավել միջամտելու մեր եկեղեցու եւ մեր պետության գործերին։ Սա դեմ է նաեւ մեր անկախության գաղափարին, մեր խաղաղ ապրելու գաղափարին։ Ես ինքս նախկին իշխանությունների օրոք միշտ չեզոք կեցվածք եմ ունեցել, փորձել եմ չարտահայտվել, չխոսել, իմ անձնական քաղաքական կարծիքը ունեցել եմ իհարկե, բայց չեմ բարձրաձայնել այս մասին, բայց հիմա նայեք այս հակաեկեղեցական պայքարի երբ որ շրջանակը կա, մենք սկսել ենք ավելի ակտիվ եւ ավելի շատ քաղաքականությամբ զբաղվել, քան մենք ինքներս կցանկանայինք։ Այսինքն հակաեկեղեցական այս պայքարը մեզ ակամայից ներքաշում է այդ դաշտ եւ սկսում ենք մենք պաշտպանել մեր իրավունքները, մեր եկեղեցին, մեր հայրապետին։ Ստիպել են դուրս գալ ձեր ոգևոր չեզոք կեցվածքից, մենք դառնում ենք ընդդիմադիր կեցվածք ունեցողներ։ Ես օրինակ շատ չեզոք կեցվածք եմ ունեցել նախկին նախագահների նկատմամբ, իրենց մասին շատ բարձր կարծիք էլ չեմ ունեցել շատ անգամ, բայց ներկայիս վարչապետի կեցվածքը տեսնելով եկեղեցու նկատմամբ նրանց կեցվածքին ավելի հարգանքով եմ մոտենում եւ նրանք ավելի են իմ համար արժեվորվել իր քննադատած նախկինները։ Երբ որ տեսնում ենք այն նույն իրավիճակներում, որ նախկինները կարողացել են այդ բարդ իրավիճակները հաղթահարել, պատկերացնում եմ օրինակ Ռոբերտ Քոչարյանը նախկին նախագահ, ինչպես կարող էր քննադատել Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ արված գործերը։ Այս չեք արել, այն չեք արել, այս ինչ պետություն, ինչ տնտեսություն, ինչ եք մեզ ավանդել, բայց տեսնում եք, չէ, մարդը փորձեց այդ կետից իշխանությունը վերցրել էր, շարունակեր առաջ նայելով։ Եկեղեցու եւ իշխանությունների աջակիցների հարաբերությունները շատ լարված են։ Նույնիսկ գիտենք, օրինակ Աբովյանում սպանություն եղավ այդ կրոնական, ասենց դիրքորոշման հետ կապված։ Նիկոլական եղբայրներ են, որոնք չեն ներել ընդդիմադիր նիկոլական կամ քրիստոնեական, ասենց, բայց ոչ ավանդական եկեղեցու հավատացյալներ չէին, աղանդավորների եւ նիկոլական, այսպես, ասենց հակաեկեղեցական արշավի աջակիցներն ու մի կրոնական կազմակերպության կամ աղանդի անդամներ բախվեցին եւ արդյունքը ավարտվեց ցավալի դանակահարությամբ եւ տղայի, որ ասել է առաքելական եկեղեցու հոգեվորականներին չի կարելի հայհոյել։ Սպանությամբ ավարտվեց։ Ինչ էր իշխանությունների ստեղծած ատելության մթնոլորտներ։ Նույնը կարող ենք ասել, թե ասենք տարբեր համայնքապետերի հանդեպ կատարված էս ապօրենի կալանավորումների, այսինքն ընդդիմադիր համայնքապետների ճակատագիրը կարծես որոշված լինի, կամ իրանք շատ արագ կալանավորվում են կամ սպանվում են, այսինքն չեն կարողանում ընտրվելուց հետո ղեկավարել։ Սա կարող է նաև հետագայում լուրջ ազդեցություն ունենալ իշխանությունների նկատմամբ, այդ նույն մարդիկ, որոնք իրենք ատելություն են սերմանում նկատմամբ, մի օր իրենց հակադարձելու են։
Եվ սա չի բխում նաև իշխանությունների շահերից։ Տեր Վրդանես, դուք ասացիք, որ իշխանության թևի կողմն անցնող հոգևորականներին ինչ որ բանով խաբում են, մանիպուլացնում են, շատերին շանտաժի են ենթարկում, կոմպրոմատներ հնարավորի կամ իրական դրանցով ստիպում են անցնել իրենց կողմը։ Սակայն այդ նույն հոգևորականները գիտեն հերձվածողի մեղքի տակ կոպիտ ասած ընկնելը ինչ սարսափելի բան է, այո, այն աններելի մեղք է համարվում։ Եկեղեցու հայրերից մեկին ասում են, մոտենում են մի քանիսը, փորձում են նեղացնել եւ իրեն ասում են, որ դու մարդասպան ես, շնացող ես, գող ես, համեստաբար ես, բանականը լռում է, վերջում ասում են հերձվածող ես, հունից դուրս է գալիս։ Աշակերտները երբ որ սրանք գնում են, բանավոր ասում են, ինչ ասեցին, ամակերպվեցիր, բայց ինչու հերձվածողից այդպես բորբոքվեցիր, ասեց, որտեվ մարդասպանների, շնացողների, գողերի համար Քրիստոս խաչվեց։ Իսկ հերձվածողները պիտի իջնեն դժոխք։ Իրենք ցավոք սրտի ուրանում են եկեղեցու միությունը։ Նայեք, վեհապարի անունը չտալը դա պարզ գործողություն չէ։ Սա դու քեզ դրանով եկեղեցու միությունից է զրկում։ Սա շատ կարևորական։ Այսինքն դուրս ես գալու իս եկեղեցու միության դեմ։ Այո, եկեղեցու միության դեմ ես դուրս գալիս։ Դա անհատ եկեղեցականի դեմ չես դուրս գալիս։ Կաթողիկոսի դեմ չես։ Այսինքն պատարագից կրճատելով են կանոնական հատվածը, որ եկեղեցու միությանն է վերաբերում, օրինակ ես քահանա եմ ամեն կիրակի վեհապար հայրապետի, թեմնակալ առաջնորդի, եպիսկոպոսների, վարդապետների, քահանաների, սարգսակների, ուխտի մանուկների, նաև բոլորի համար մենք ընդհանրական աղոթք ենք անում եւ ոնց կարող եմ ես պատարագ անել, պատարագի բուն նպատակը լինի պատարագի միջից վեհապար հայրապետի կամ թեմակալ առաջնորդի անունը կրճատելը։ Այսինքն երևույթ, որը եկեղեցու միասնությունը բաժանում է, դառնում ես արդեն հերձվածող եւ նման հերձվածողական կեցվածք ունեցողները փրկությունից են զրկվում, եթե չապաշխարեն, չվերադառնան, բայց դրան հակառակ տեսնում ենք վեհապար հայրապետի այսպես խորը, այսպես քաղաքական, հոգեվոր, ազգային այս կեցվածքը, ինչպես վեհապար հայրապետը ինքը զուսպ է։ Շատեր ասում են, ինչու վեհապար հայրապետը օրինակ խիստ չի արտահայտվում այս մարդկանց նկատմամբ։ Այո, շատերի մոտ է հարցը։ Շատերը ասում են, ինչու արագ կարգալույս չի անում։ Ասենք, այս ինչ ծրփազան է, այս ինչ արեց, այն ինչ քահանան են ինչ արեց, բայց ինչու չի պատժում, խիստ ինչու չի։ Նայեք, հասարակություն արագ արձագանքներ է փնտրում, բայց վեհապար հայրապետը ինքը խոհուն անձնավորություն է, երկայնամիտ անձնավորություն է, ինքը խիստ քայլերի չի գնում, եթե հնարավոր է որևէ ձևով այդ իրավիճակը շտկել։ Գիտեք, վերջում նաև Տեր Թադեին էին կարգապահական հանձնաժողով կանչել եւ շատերը սպասում էին, որ հաջորդ օրը կամ այդ նույն օրը երեկոյան կլսեն իր կարգալուծության մասին, բայց չեղավ։ Այսինքն եկեղեցին էս տևական ժամանակ հակաեկեղեցական այս գործնեության ընթացքում ընդամենը 2 կարգալուծության մասին է հայտարարել, որոնցից մեկը ես չեմ կարծում։ Իսկ սրբազանների կարգալուծության մասին կլսենք, ինչ եք կարծում։ Եթե այդ կեցվածքում շարունակեն, որևէ խնդիր չկա, որ ասենք նաև իրենց մասին լսենք նման բաներ, բայց սա չէ խնդիրը։ Խնդիրն այն է, նայեք, եկեղեցին այս ընթացքում միայն Ստեփան Ասատրյանին է կարգալույծ արել, որ կարող է ասել այս հակաեկեղեցական շարժման ակտիվիստ է։ Իր կեցվածքով նաև նախկինում չի փայլել եկեղեցականին հարիր կեցվածքով, բայց ասենք եւ մյուս Վարդան Հունանյանի պարագան, որը արդեն եկեղեցուց հեռացված էր, ընտանեկան լուրջ խնդիրներ ունենալով, այսինքն նախկինում արդեն մինչև Բագրատ Սրբազանի կալանավորումը Բագրատ Սրբազանը իրեն նախապայման էր դրել գնալ ընտանեկան հարաբերությունները կարգավորել, վերադառնալ եկեղեցի եւ պատրաստակամություններ հայտնել կարգավորելուց վերադառնալուց հետո նորից ընդունել եկեղեցի։ Այսինքն անժամկետ արձակուրդ չէ։ Այդ անժամկետ արձակուրդ կոչվածը հստակ խոսք էր եղել իր կողմից, որ դու այս կեցվածքով եկեղեցական չես։ Գնա վերադարձի եկեղեցականին հարիր կեցվածքի, ես քեզ ընդունեմ։ Սա մեծահոգության, երկայնամտության դասական դրսևորում է բարձրաստիճան հոգևորականի
մի կողմից սայթակած քահանայի նկատմամբ։ Տեր Վրդանից, քանի որ մեր ժամանակը մոտենում է ավարտին, վերջին հարցս։ Մամուլում եւ համացանցում կամ օդից կախված լուրերով Գևորգ Սրբազանին եւ ոչ միայն իրեն, այլև այլ սրբազանների եւս հույս են տվել, որ իրենք կլինեն հաջորդ կաթողիկոսը, երբ որ վեհափառին գահընկեծանեն եւ նաեւ Ռուբեն Ռուբինյանն է գրում հերթական անգամ, որ Կտրիչ Ներսիսյանի համար ամեն ինչ ավարտված է, նա պիտի լքի վեհարանը։ Ինչ եք կարծում, միան կոմպրոմատն է աշխատել, թե նաև այս խոստումներն են դեր խաղացել։ Ռուբեն Ռուբինյանը հավանաբար ընկել է քլչի ազդեցության տակ, ասենք դրան չեմ ուզի անդրադառնամ, լուրջ չի իր արտահայտությունները, ինքը այտենց որպես արդեն պետական պաշտոնյա հանձնաժողովում, որտեղ ինքը բանակցություններ է անում, ամեն անգամ ձախողվում է, հակառակ կողմը իր տարիների, իր գիտելիքների, ես տասնապատիկ հնարավորություններով ամեն անգամ իրեն դնում է անհարմար վիճակում, ինքը բանակցությունների են հանձնաժողովում, որում կա այդտեղ է ձախողում, չեմ ուզի ինքը ուր մնաց մի հատ էլ եկեղեցական հարցերի քննարկման ինքը մաս, ընդամենը հակա եկեղեցական այդ բանին է ազդեցության տակ է ընկել, իսկ որևէ մեկը ամենայն հայոց կաթողիկոսը նախ հրաժարական չի տալու, ինքը հրաժարական տալու կարիք չունի, վեհափառ հայրապետը շատ լավ է ղեկավարում մեր եկեղեցին, մենք ամեն օր զգում ենք վեհափառ հայրապետի, հայրապետին վայել կեցվածքի դրական ազդեցությունը եկեղեցում, ինքը եկեղեցու գործերը եւ միջազգային ասպարեզում, եւ հայրենիքում, եւ Սփյուռքում շատ պատշաճ կերպով ղեկավարում է եկեղեցին, որի համար մենք ամեն օր աղոթում ենք, որ վեհափառ հայրապետին երկար, քաջառող կյանք տա, որպեսզի ինքը նույն կերպ եւ առավել մեծ եռանդով եկեղեցին ղեկավարի։ Իսկ այն եկեղեցականները, որոնք արժանիք չունեն եկեղեցում լինելու, հիմա կտեսնեք շատ կարճ ժամանակ անց այն նույն բաներով, ինչով որ Նիկոլ Փաշինյանն էր իրենց շանտաժանում, այդ նույն բաները հավատացյալ պարզ ժողովուրդը, որ իրենց եկեղեցական լինելու պատճառով չէր բարձրաձայնում, շատ արագ կբարձրաձայնի եւ համացանցում կհայտնվեն այն նույն տվյալները, որովհետեւ իշխանական թևը ինքը շանտաժ է անում, անդամագրում է հակաեկեղեցական շարժման մեջ եւ ունեցած տեղեկությունները նաեւ հրապարակում է։ Այսինքն եկեղեցիների իր հերթին վատ հոգեվորականների կոմպրոմատները հրապարակելու, ճիշտ եմ հասկանում։ Եկեղեցին չի հրապարակելու, ասեմ, հակաեկեղեցական ուժերը այդ կոմպրոմատները, որ ունեն որոշ եկեղեցականների դեմ, որոնցով իրենց վախեցնում են, եկեղեցու դեմ դուրս գալուց հետո կարճ ժամանակ անց իրենք էլի հրապարակելու են իրենց դեմ, այսինքն այդ մարդիկ դրանից չեն խուսափելու։ Իրենք այլ ճանապարհ կարող են ունենալ դրանից խուսափելու։ Դրա ճանապարհը ապաշխարությունն է, դարձի գալն է։ Գալու վեհափառ հայրապետին թեկուզ այն կոմպրոմատը, որ իրեն ներկայացրել են, այդ մասին վեհափառին պատմելու, եթե անհրաժեշտություն լինի, նաև կարգապահական հանձնաժողովում այդ հարցը քննելու եւ ինչու՞ չէ նաև ապաշխարության որոշ շրջան անցնելուց հետո վերստին եկեղեցի վերադառնալու ճանապարհը կա։ Օրինակ ես անձնապես իմ մասին եմ մտածում, եթե ես նմանատիպ իրավիճակում հայտնվեմ, ցանկացած իրավիճակում եւ ցանկացած, ասենք, պաշտոնյա իմ դեմ կոմպրոմատներ ունենա, մտածում եմ, որ կարելի է այդ կոմպրոմատները որի պատճառով ոչ թե եկեղեցու դեմ դուրս գալ, այլ տարբերակներ այլ են։ Կարելի է այդ կոմպրոմատները մասին եկեղեցու իշխանություններին ներկայացնել, փորձել այդ կարգապահական, ասենք, հարցերը, որոնք ինքը սխախտել եմ, դրանց համար եկեղեցու կանոնների համաձայն պատասխան տամ, հարկ եղած դեպքում նաև ինչու՞ չէ եկեղեցուց դուրս գամ, եթե այդ կոմպրոմատները ինձ եկեղեցու կյանքին համատեղելի չեն եւ դրանցից դուրս գալու եկեղեցական ճանապարհները չկա եկեղեցական մնալու, գոնե շարքային հավատացյալ կարելի է մնալ եկեղեցու շրջանակում եւ ոչ թե դառնալ հերձվածող։ Նայեք, կարգալույց լինելը դեռևս ողբերգություն չէ։ Եկեղեցականը կարգից դրկվելով դառնում է սովորական հավատացյալ եկեղեցու անդամ։ Բայց հերձվածողները իսկ հերձվածողը այլ բան է։ Այսինքն եթե մենք գիտակցություն ունենք, Աստծուն հավատում ենք, Աստծու գոյությանը հավատում ենք, նման դեպքում
եկեղեցական աստիճանը կորցնելը չի ողբերգություն։ Մեր հոգու փրկություն կորցնելն է ողբերգություն եւ չեմ ուզենա հակաեկեղեցական շարժմանը միացող եկեղեցականները, որոնց համար ցավում եմ արդեն իսկ որ եկեղեցու դեմ են դուրս եկել, նաեւ դրանից բացի իրենց աստիճանից բացի կամ աստիճանը պայելով անդերձ կորցնեն իրենց հոգին։ Այն խոստումներն էլ, որ իրենց էժանագին տվել են, դրանք այդպես էլ խոստումներ են մնալու, դրանք նախընտրական խոստումների նման են, որոնք իրավիճակային որոշ իշխանավորների մոտ ընտրությունից հետո փոխվել են։ Իրենք լավ գիտեն, կոնկրետ իրենց խոստում տվողը քանի սուտ է ասել։ Հանրապետությունում իր չափ sense խոստումներ տված եւ այդ խոստումները խախտած մարդ չկա եւ իրենց տված խոստումներն էլ վստահաբար ինքը խախտելու է ցավոք սրտի եւ իրենք մի օր հայտնվելու են կոտրված դաշտակի առջև։ Ցավոք սրտի կամ բարեբախտաբար։ Ցավոք սրտի իմ համար բարեբախտաբար եկեղեցու ասենք մակրագործման առումով, որ եկեղեցին իրենցից կազատվի, որովհետև այն մարդիկ, որ մի օր եկեղեցու դեմ են դուրս գալիս, ուրեմն եկեղեցին իրենց տեղը չէ։ Եկեղեցին ունի իր բարեփոխվելու ճանապարհը, ազնիվ ճանապարհը, կանոնական ճանապարհը, ներքին ինքնամակրման ճանապարհը։ Այն եկեղեցականները, որոնք իրենք մտածում են, որ եկեղեցին պիտի բարեփոխվի, հարկ կլինի, որ իրենք բարեփոխվեն եւ իրենց բարեփոխումով եկեղեցին կբարեփոխվի։ Եկեք մենք էլ ինքներս ամեն մեկս մեր հերթին մտածենք, ինչպես կարող ենք մենք ավելի բարեփոխվենք։ Եվ Աստծուց էլ խնդրանքս է այս հաղորդման շրջանակում նաեւ այս գեղեցիկ հարցազրույցից հետո նաեւ որ Աստված մեր ազգին էլ առավել սեր ու միաբանություն տա։ Եկեղեցին ինքը սա էլ կդիմակայի, պառակտվելով հանդերձ, եթե նույնիսկ հակականոնական կաթողիկոս ընտրեն հատուկ այդ խմբի համար, որ տարբեր եկեղեցիներ է թափառում, իրենց հոգևորականները ունենան, իրենց նաև կաթողիկոս ունենան, նա ոմանք էլ այդ կաթողիկոսին ենթակայություն հայտնեն, եկեղեցին ինքը կարող է պառակտվել եւ գոյատևել, բայց այս հարաբերությունների շարունակությունը տանում է Հայաստանի Հանրապետության կործանմանը, որը իմ համար նույն չափ ցավ կլինի, որքան եկեղեցու պառակտումը եւ կուզենք որ Աստված էլ առավել իմաստություն տա մեր պետական իշխանավորներին, մեր բարձրաստիճան եւ ցածրաստիճան բոլոր եկեղեցականներից, որպեսզի կարողանանք այս եկեղեցու նավը տանենք առաջ, խաղաղ նավահանգիստ հասցնենք, որովհետեւ մեր ժողովուրդը իրական խաղաղություն է ուզում, ոչ կեղծ խաղաղություն, իրական, տևական խաղաղություն։ Եվ սա կարող է միայն լինել ազգի միաբանության արդյունքում։ Տեր Վրդանես, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար, թող Աստված պահի, պահպանի, օրհնի մեր եկեղեցին, մեր եկեղեցականներին, մեր պետությունը, մեր հայրենասեր քաղաքացիներին եւ բարեպաշտ հավատացյալներին։ Աստված առաջ, հիշեցնեմ այսօր զրուցում էի Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրդանես Քահանա Բաղալյանի հետ։ Մեր հաջորդ թողարկումը վաղն է, հաջողություն։